Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում է ABC լուրերի ժամը 12-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Զվարթնոց օդանավակայանում այսօր ադրբեջանական ինքնաթիռ է վայրէջք կատարել, ինչ են հայտնում ադրբեջանական լրատվամիջոցները։ Արսեն Թորոսյանի հայտարարությունը բուռն քննադատության է արժանացել, ինչ է պատասխանել Արցախի նախկին պետնախարարը։ Աշնանից նոր կարմիր անձնագիր կունենա Հայաստանի քաղաքացին, ինչ է փոխվում եւ ինչ խորհրդանիշներ չեն ներառվել պատկերաշատ փաստաթղթում։ Մեղադրանքներ Կիևին, ինչ է հայտարարել Պուտինը։ Այսօր վաղ առավոտյան Երևանի Զվարթնոց օդանավակայանում վայրէջք է կատարել ադրբեջանական կառավարությանը սպասարկող ինքնաթիռը։ Հայաստան է ժամանել Ադրբեջանի պատվիրակությունը փոխվարչապետ Շահին Մուստաֆայևի գլխավորությամբ։ Նա գլխավորում է սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովը, ինչ նպատակով է եկել դեռ հայտնի չէ։ Բայց եկեք հիշենք մի հետաքրքիր հանգամանք։ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևը ծննդով Տավուշի մարզի Ջուջևան գյուղից է։ Նա նույնիսկ սովորել է Երևանի տնտեսագիտական համալսարանում։ Այս կենսագրական փաստերը այսօր նոր լույսի ներքո են դիտարկվում, հաշվի առնելով նրա դերակատարումը սահմանագծման գործընթացում։ Ով է Շահին Մուստաֆայևը եւ ինչ ճանապարհ է անցել, ռեպորտաժում։ Իջևանից Ջուջևան 172 կիլոմետր, Google Map-ը մոտ 50 կիլոմետրանոց ճանապարհն արդեն այս կերպ Ալավերդիով է առաջարկում։ Մեր մշտական ճանապարհը քարտեզն արդեն համարում է ադրբեջանական։ Երկրի ղեկավարն ասում է այլընտրանքային ճանապարհներ կկառուցեն։ Երբ, ինչ ժամկետներում, չգիտենք։ Բայց այդպիսի մի օրինակ ունենք Խոտ գյուղից Որոտան, 4-րդ տարին է իշխանությունը չի ավարտում շինարարությունը։ Բայց դրա մասին հետո, մի քանի օր Տավուշի մարզում էինք, դեռ երթևեկում էինք սովորական ճանապարհով։ Ինչ կկատարվի սահմանագծումից հետո դժվար չէ կռահել։ Ինչու հիշեցինք քարտեզը։ Պարզապես ճշտում էինք Իջևանից Ջուջևան հեռավորությունը, որպեսզի հասկանանք, թե Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆայևն իր ծննդավայր Ջուջևանից որքան ժամանակում կհասնի Հայաստանի ներկայիս ղեկավար Փաշինյանի ծննդավայր։ Չէ՞ որ սահմանագծման իրավունքով մոտենում է հին տներին, որտեղ ծնվել ու մեծացել է։ Մի երկրում փաստացի ղեկավարը Տավուշցի է, Իջևանցի, մյուս երկրում ղեկավարը ուղղակի երկրորդ մարդը, փոխվարչապետն է ծննդով Տավուշցի, մասնավորապես Ջուջևանցի, որն այսօր սահմանագծման քարտեզները վերցրած տանտիրոջ իրավունքով է մոտենում Տավուշին։ Իսկ մյուս իջևանցի ղեկավարը որպես հյուրասեր ազգի ներկայացուցիչ սկուտեղով տարածքներ է փորձում նվիրել համերկրացում։ Փաշինյանի մասին շատ է խոսվել, պատմենք Ադրբեջանի փոխվարչապետ Շահեն Մուստաֆայևի մասին։ Ջուջևանի միջնակարգ դպրոցն է այստեղ է սովորել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևը։ 8-ամյա կրթություն է ստացել, ապա տեղափոխվել նոյեմբերյան, ավարտել դպրոցը, իսկ հետագայում սովորել Երևանում տնտեսագիտական համալսարանում։ Այստեղ ուսուցչուհին պատմում է, որ Շահին Մուստաֆայևը հայերեն սովորել է շատ լավ, իսկ հետո գնացել Բաքու, իսկ հիմա փորձում է վերադառնալ տանտիրոջ կարգավիճակով, սահմաններ են գծում ի օգուտ Ադրբեջանի։ Ադրբեջանի փոխվարչապետ Շահեն Մուստաֆայևը ծնունդով ջուջևանցի է, ունի 3 քույր, որոնց հետ սովորել է հենց այս դպրոցում։ Յուլնարան 8-րդ դասարանում քննության նախապատրաստվելիս գրատախտակի վրա նախադասություն թելադրեցի եւ Հայաստան բառը մեջ կար ու նա գրեց փոքրատառ։ Այն դեպքում, երբ Յուլնարան հիանալի աշակերտուհի էր, լավ սովորող աշակերտուհի էր եւ հնարավոր չէր, որ նա չիմանա, որ Հայաստանը երկրի անուն է։ Ես հարցրի, ասի Յուլնարան, սխալ չունես գրատախտակին, չէ։ Նոր էին սովորում հայոց ցեղասպանության մասին դասը։ Գյուղի մեկ այլ աշակերտ Հասմիկը թուրքյան փոքրատառով էր գրել։ Սա վիրավորել էր Մուստաֆայևի քրոջը, Գյուլնարային։ Ես ասացի Գյուլնարա, ես գիտեի, թե ադրբեջանցի ես դու։ Թուրք ես եղել դու։ Ասացի Գյուլնարա, այն ջուրը, այն աղբյուրը, որտեղից ջուր ես խմում, մի պղտոր է, չի կարելի։ Ի տարբերություն քույրերի, որոնք մանկուց ընդգծել են իրենց հակահայ վերաբերմունքը, Շահեն Մուստաֆայևն ավելի զուսպ է եղել, գուցե նաև դիվանագետ։ Դպրոցական տետրում գրված շարադրություններն էլ են խոսում այդ մասին։ Հայրենիքից յուրաքանչյուր թիզ հողը
ողողված է անմեղ մանուկների ծերերի արյամբ, բայց հայ ժողովուրդը ամեն անգամ նվաճողներին դեմ է տալիս իր կուրվահանը, պաշտպանվում, կենաց ու մահու պայքար է մղում եւ ի վերջո հաղթանակում տա Աստված։ Ընտանիքի մայրն իր վրա է վերցրել երեխաներին որպես հայրենասեր ադրբեջանցի մեծացնելու պատասխանատվությունը։ Քույրերն ավելի կտրուկ են վերաբերել հային ու Հայաստանին։ Մուստաֆայևը կարողացել է զսպել էմոցիաները, մտածել, իշահ Ադրբեջանի ու լռել։ Նա կանգնեց իր ժողովրդի թիկունքում, ասում եմ, մեզնից յուրաքանչյուրը պետք է իր ազգի համար այդպեսի նվիրյալ լինի, ինչպեսին որ նա իր ազգի համար։ Մուստաֆայևը դպրոցն ավարտել է նոյեմբերյանում, ոսկե մեդալով, գիտելիքների հսկա պաշարով հատկապես հայագիտության վերաբերյալ, բայց հայասեր լինելու վերաբերյալ խոսք անգամ լինել չի կարող։ Չեմ կարծում, որ հայասեր, որովհետև տեսնում եք ինչ է տեղի ունենում, ես հույս չունեմ, որ նա հոգուտ մեզ որևէ բան անի։ Այդ առումով եմ ասում։ Հոգուտ մեզ նա որևէ բան անի, չեմ հավատում։ Ինչքան ուզում է շահեն լինի, թուրքը մնում է թուրք։ Մանկապարտեզից մինչև համալսարան, Գառնիկն ու Գարիկը 2 տասնամյակից ավելի ճանապարհ են անցել Մուստաֆայևի հետ։ Ազգային հողի վրա վեճեր չեն հիշում, լռել է։ Նա կարդում էր հատկապես հայոց պատմություն, սերտում բոլոր դասերը, անգամ գիշերը չքնելու հաշվին։ Շատ էր սիրում պատմություն կարդալ հայկական, շատ էր կարդում։ Տենց գրք չկար որ չկարդար։ Հայկական ուղղագրությունը սաղից լավ էր գրում։ Շատ լավ էր։ Հումանիտարը շատ լավ էր ինքը։ Շահենը 4-րդ դասարանում էր։ Եկել էր դասի եւ այսպես աչքերը կարմրած, տեսակ այսպես թարթելով անընդհատ։ Ասի Շահեն ջան, այս ինչ է եղել, այս վիճակին։ Թե ընկերանուշ քշերը քնել չեմ։ Ասի թե որովհետեւ ասա հայոց բերդը ես կարդացել չէի։ Այն Գարիկը, Անդրանիկը բանը, Գառնիկը բոլորը կարդացել էին, ես չէի կարդացել։ Գիշերը նստել եմ ամբողջ վեպը կարդացել։ Շշուկներ են պտտվում, որ այժմյան փոխվարչապետ Մուստաֆայևը անձամբ է ելույթ ունեցել հենց այստեղ, Ազատության հրապարակում Արցախյան շարժման հենց սկզբի օրերից։ Լավ իմանալով հայերին ու պատմությունը, առավելապես անձամբ է ընդգծել, որ Արցախը Հայաստանինն է ու հայկական, բայց այսօր ոչ միայն ճշմարտությունն է մոռանում, այլև սեփական անունն է փոխել։ Այո, իր անունը, իսկական անունը անձնագրով Շահեն։ Մուստաֆայև Շահեն Աբդուլլա օղլու։ Երբեմնի ընկերը Մուստաֆայևի կյանքի ընթացքին այսօր էլ է հետևում։ Կոռուպցիոն գործերում շրջանառվում է Մուստաֆայևի անունը։ Մեյդան TV-ով էր գրած, որ տղեն իր տղան Աբդուլլա անունը։ Նա սովորել է Անգլիա, կարծեմ Օքսֆորդում է սովորել, չգիտեմ։ Ու նրանից հետո բիզնեսների վերաբերյալ էր գրած։ Թուրքիայում բիզնես ունեմ։ Ուզում եմ ասեմ, այդ թեմաներով ես նայել եմ իր վերաբերյալ ինչ կա Ադրբեջանում ընդհանրապես։ Ուսանողական տարիներին իմ հետևում գտնվող տներից մեկում է ապրել Մուստաֆայևը։ Տնտեսագիտական համալսարանում այն ժամանակվա Ժող ինստիտուտում էր սովորում։ Հավանած աղջիկն էլ բժշկական համալսարանի ուսանող էր, Վանաձորից։ Մուստաֆայևի հեռանալուց հետո նրանք հանդիպումները շարունակել են Թբիլիսիում, մինչև վերջնական բաժանումը։ Ասում են Մուստաֆայևը ամուսնացավ 4 հաշվարկով։ Կինը կորած մարդ չէ, այլ Մեհրիբան Ալիևայի մոտ բարեկամուհին։ Ուսուցչական կազմադպրոցում իսկ գյուղացիները գյուղում երբևէ որևէ տարբերություն չեն դրել երեխաների միջև։ Ընտանիքին մեղմ ասած լավ են վերաբերվել, հեռանալուց անգամ հրաժեշտի արարողություն են կազմակերպել։ Ուտացրինք, խմացրինք եւ ցավով ճամփուդրինք նրանց դեպի իրենց հայրենիքը։ Բա մենք այդպես ենք վարվել իրենց հետ, ու իրենք այդպես են վարվում մեզ հետ։ Դե ասա։ Ճանապարհելուց հետո աշակերտները փախել էին դպրոցից։ Ուսուցչուհին շտապել էր նրանց հետևից ու Ադրբեջանից վերադարձող հայեր տեսել։ Այդպես են ուղարկել Վարդաշենից ու Կիրովաբադից ու չգիտեմ որտեղից մեքենաներ էին գալիս, մեջը լիքը կարելի ասել թշվառ հայեր, իրենց ունեցվածք կոչվածը բարձած մեքենաների վրա տանջված դեմքով, մտահոգ դեմքով, այդպիսի դեմքով։ Հետո երեխաներն եկել էին նրանց տեսնելու համար։ Ես էլ գնացի ու մնացի։
Իսկ Մուստաֆայևի ընտանիքն անգամ այստեղ գյուղում հասցրել է տունը վաճառել։ Վերջանք ես հանդիպել եմ 90 թվականի հունիսի 6-ներ, 8-ներ, չգիտեմ տենց։ Ինք եկել էր, որ իրանց այն ժամանակ տան համար փող էին վճարում, բանից, գործկողմից։ Եկել էր, որ փողերը տանի, կարծեմ 30 քանի հազար ռուբլի էր, 34,000 էր, ինչ էր տենց մի թիվեր, точно չեմ կարող հիշեմ։ Եկել էր, որ տանի, ստեղից մի քիչ ներքևի բանում պատահական հանդիպեցինք, ես մեքենայով ինքն իր մեքենա, պատահական հանդիպեցինք։ Տենց ողջագրվեցինք, դա բնականա ճանապարհեցինք տենց։ Դրանց ոչ չեմ տեսել։ Երբեմնի լուռ ու չխոսկան Մուստաֆայևին երբեք չէին էլ կարող պատկերացնել պետական ապարատում, բայց նա այսօր եկել է Հայաստանի սահման ու սահմանագծում է անում տանտիրոջ իրավունքով։ Տենում եմ դե տարբեր երկրներ ա գնում, օրինակ մեկ իմ մեջ ասում եմ, տես ուր հասավ շահենա, մենք էլ ես նույն վիճակից։ Օրինակ հավատական Կարնիկը Բաբաջանյան, Իսրելյան Անդրանիկը, ես սա նույն ձևի սովորել ենք, սա ավարտել ենք, մենք ստեղելի գյուղով նստած ենք, բայց նա ինչ մակարդակի հեսար։ Տարիների անիվը հետ պտտելով Գարիկն ասում է, թե նրան իբրև եկվորի լավ են վերաբերել, դպրոցում խրախուսել, համալսարանում ոգևորել։ Տարիներ անց իմ մեջ, որ ես վեր եմ լուծում, էլի ես գտնում եմ, որ հա իրա նկատմամբ վերաբերմունքը մի քիչ ավելի մեղմ ավելի ուրիշ չէր եղել, չգիտեմ, որպես ուրիշ ազգ թե ինչ, որ որպես ինքը ուրիշ ազգեր ու լավ էր սովորում հայերեն, ամեն ինչ, ամեն բնագավառից էլ լավ այլել։ Հայերը եկվորին չնեղացնելու ու լավ վերաբերվելու առանձնահատուկ սովորություն ունեն։ Այս պարագան եւս բացառություն չի եղել։ Իսկ ինչ կասեին հիմա, երբ տեսնեին երբեմնի աշակերտին ու ընկերոջը։ Ես ամենից առաջ Շահենին պիտի տեսնեի որպես աշակերտ։ Այդպես պետք է տեսնեի եւ երևի սիրով մոտենայի իրան։ Բայց եթե տեսնեի նրա աչքերի մեջ թշնամին է խոսում, գուցե հարկ լիներ ես, գուցե եւ մորթեի իրեն։ Եթե թշնամի ենք, թշնամի ենք։ Նանե Հայրապետյան, Էդիկ Մալաքյան, Արման Ղարիբյան, Կարեն Թադևոսյան, ABC Media։ Իսկ խաղաղության քողի տակ հայ գերիների վիճակը շարունակում է մտահոգիչ մնալ։ Միեդում նրանց շահերի ներկայացուցչի փոխանցմամբ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին եւ մյուս հայ գերիներին տեղափոխել են նոր քրեակատարողական հիմնարկ՝ Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտ։ Իրավիճակն անհանգստացնող է ու մտահոգիչ։ Ռուբեն Վարդանյանի ընտանիքից տեղեկություն ունեմ, որ այս հաստատություն են տեղափոխվել նաև այլ հայ գերիներ։ Ոչինչ հայտնի չէ նոր հաստատությունում նրա եւ մյուս գերիների պահման պայմանների մասին։ Այս հարցում եւս թափանցիկություն չկա, միջազգային իրավունքի նորմերով սահմանված երաշխիքները խախտվում են։ Մասնավորապես, նախապես ընտանիքի անդամներին չեն հայտնել, թե որտեղ, երբ են տեղափոխվում ու ռեժիմի զանգերի մասով ինչ տեղեկություններ են լինելու։ Մտահոգիչ է նաև օկուպացված Արցախում մնացած մշակութային ժառանգությունը։ Մոնումենտ ոչը ահազանգ է հնչեցրել, որ օրերս ադրբեջանցի օգտատերերի հրապարակած տեսանյութերից պարզ է դարձել, որ Մարտունի քաղաքի Սուրբ Ներսես մեծ եկեղեցու գմբեթի խաչը կոտրված է։ Նշեմ, որ սա միակ դեպքը չէ։ Դեռ անցյալ տարի Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում ծրագրի շրջանակներում նույն կառույցի վնասման հետքեր էին արձանագրվել։ Եվ հենց այս շարունակական ֆոնին, երբ մեկ առ մեկ բացահայտվում են մշակութային ժառանգության խեղման նոր դեպքեր, Ադրբեջանը խոստովանում է, որ քանդել է Ստեփանակերտի Մայր տաճարն ու Սուրբ Հակոբ եկեղեցին։ Պարզաբանումն այն է, թե դրանք Ադրբեջանի համաձայնությամբ չեն կառուցվել։ Բայց հատկանշականն այն է, որ Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշները Հայաստանում վառելը դատապարտող իշխանության արձագանքը շատ զգուշավոր է։ Օրինակ, նախարար Արսեն Թորոսյանը հանրայինի եթերում ասել էր, թե Ադրբեջանը գործում է իր ինքնիշխան տարածքում եւ այս փուլում առաջնայինը խաղաղության պահպանումն է։ Խաղաղությունը հաստատված ազգ է, մենք դա տեսնում ենք իրական կյանքում։ Մեր սահմանների վրա չկան կրակոցներ։ Այսինքն եթե մենք ասենք Ադրբեջանը ինչի՞ է մեր եկեղեցին քանդում, նա սկսելու է կրակել։
մենք որևէ կոնֆլիկտային տրամաբանության մեջ չպետք է մտնենք մեր հարևանների հետ եւ այդ հաստատված խաղաղությանը կասկածի տակ չդնենք։ Ես հասկանում եմ, որ մեզ անդադար, այդ թվում տարբեր ուժեր, փորձում են ներքաշել, ու մենակ դա չի, գիտեք, հիմա Հայաստանում էլ բազմաթիվ այլ հայտարարություններ են հնչում, որոնք որ մեզ փորձում են մտցնել այդ բանավեճի մեջ, որը կոնֆլիկտային է ամբողջովին, որպեսզի նորից հարաբերությունները սրվեն, հասկանում եք։ Ասեք, ոչ մի կոնֆլիկտի մեջ պետք չի մտնել, պարզապես պետք է ասել ինչու է քանդում մեր մշակութային ժառանգությունը։ Ուր է այդտեղ կոնֆլիկտ։ Ասեցինք, ինչու է քանդում մեր ժառանգությունը։ Հետո պատասխան են։ Պատասխանում են, ասում են լավ ենք անում։ Դե, կներեք։ Ինչ։ Դա չեղավ խաղաղություն։ Չէ, դա եղավ խաղաղություն։ Արսեն Թորոսյանի հայտարարությունը բուռն քննադատության պատճառ է դարձել։ Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ընդգծել է, որ կան մի շարք հիմքեր, որոնցով Հայաստանի իշխանությունը պարտավոր է զբաղվել հայկական մշակութային ժառանգության պահպանությամբ, նույնիսկ այն դեպքում, երբ այն գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս։ Եթե Հայաստանը միջպետական գանգատները հետ վերցնի, նույնիսկ այդ պարագայում դատարանների այս ակտերը չեն կարող չեղյալ համարվել։ Դրանք ուժի մեջ են։ Արսեն Թորոսյանը լավ կանի պարզապես լռի եւ գնա իր գործերով զբաղվի։ Առնվազն աշխատանքի եւ սոցիալական հարցերի ուղղությամբ շատ մեծ ձախողումներ ու բացթողումներ ունեն, այդ թվում Արցախի ժողովրդի ինտեգրման հարցում։ Այլապես ինքը սրանով լրացուցիչ չափով խրախուսում է Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները։ Իսկ աշնանից Հայաստանը կունենա նոր սերնդի կենսաչափական անձնագրեր եւ նույնականացման քարտեր։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը վարչապետին ներկայացրել է նոր նմուշը։ Պարզվում է, որ նոր անձնագրերում էական փոփոխություններ կան։ Նախ այն կարմիր է լինելու, բացի դա յուրաքանչյուր էջում պատկերված է լինելու որևէ հայկական խորհրդանիշ։ Վարչապետի խոսքով անձնագրի էջերը ներկայացնում են հայերի ինքնությունը, պատմությունը, պետականությունը, բայց ինչպես երևում է, այդ պատմության մեջ տեղ չի գտել այլևս Արարատը։ Բավական երկար գործընթաց ենք սկսել ենթակառուցվածքից մինչև դիզայնի աշխատանքներ եւ ենթակառուցվածքն այս պայծրությամբ ընթացքի մեջ է գտնվում, այսինքն ձևավորում ենք տվյալների կենտրոն, որը հենց պիտի ապահովի ICAO-ի բարձր համապատասխանությունը այս տեսանկյունից, այս պայն նաեւ ICAO-ի հետ հուշագիր ենք կնքում որպես այդպեսին, որպեսզի կարողանանք մեր տվյալները ընթերնելի եւ հասանելի դարձնել նաեւ գործընկեր պետությունների համար, ընդհանուր օգտագործման ենթակա։ Պետք է փաստեմ, որ առաջին եւ ամենակարևոր չափանիշը հենց այն է, որ անձը փաստաթուղթը համապատասխան է լինելու միջազգային այս բարձր ստանդարտին եւ մեր բոլոր լուծումները հենց այս տրամաբանության մեջ են նախատեսված։ Եվ սա կարևոր է նաեւ Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման գործընթացը ավարտին հասցնելու, որպեսզի մեր քաղաքացիները գործնականում առանց վիզայի կարողանան դեպի Եվրամիության երկրներ ճամփորդել։ Միանշանակ, պարոն վարչապետ, եւ սա գործողությունների ծրագրի ուղիղ պահանջն է, կարելի է այսպես ձևակերպել, որովհետեւ երբ որ խոսում ենք անձի ինքնության մասին, շատ կարեւոր է, որ պետությունը տա ճշգրիտ ստանդարտ այս առումով եւ Եվրոպական միության երկրներն էլ վստահ լինեն, որ Հայաստանի թողարկած միջազգային չափանիշներին համապատասխան փաստաթղթերը դրանք հուսալի են, արժանահավատ են եւ իրենք որևէ խնդիր չունեն մեր քաղաքացիների հետ հարաբերակցվել։ Ընտրությանը ընդառաջ իշխանության նախաձեռնած փոփոխությունները չեն սահմանափակվում միայն փաստաթղթերով։ Վերջին շրջանում ակտիվացել են նաև սոցիալական ծրագրերը, թոշակների բարձրացում, զինվորական ծառայության ժամկետի կրճատում, դպրոցների եւ մանկապարտեզների բացում։ Ինչ է սա, սոցիալական քաղաքականություն, թե ընտրությունից առաջ հաշվարկված քայլ։ Մանրամասները ռեպորտաժում։ Թոշակը բարձրացնելը նախ անհնար, ընտրությունից 2 ամիս առաջ հնարավոր է դարձնում գործող իշխանությունը։ Մեր բարձրացրած թոշակով, ապրիլի 1-ից բարձրացրած թոշակառուն, կարա 5 հատ տուդա обратно տոմսարնի։ Պարտադիր ծառայության ժամկետը կրճատում են նախատեսվածից շուտ ընտրությունից մի քանի ամիս առաջ։ Որոշել ենք, որ օրենքը ավելի շուտ ուժի մեջ մտնի։ Մանկապարտեզները, դպրոցները, Էսից լավ քաշած տնական արաղի գալիս է։ ասֆալտապատված ճանապարհները հիշատակվում ու ամենօրյա ռեժիմով գովազդում են թե համացանցում, թե հանրային հեռուստաընկերությամբ, նշում են զրուցակիցներս։ Վայ դուք աննորմալ չեք, ասում մենք բանենք խոստումներ են կատարում, բայց խոստումները ինչի, առաջին հերթին հիմնականում պտտում ֆինանսական բաղադրիչի շուրջ, երկրորդ եթե խոստում եք կատարում, բա Արցախը Հայաստաների եւ վերջ, բա երթում եք ուտում, որ օրինակ միջանցք չեք տա, իսկ փաստացի տվեցիք,
Այսինքն այստեղ մենք տեսնում ենք, երբ որ այն մեխանիզմները, որոնք իշխանության ձեռքում են, ամեն ձև օգտագործում են իրենց վերարտադրության համար։ Գործող իշխանությունը 2021-ի խոստումների 30%-ն անգամ չի կատարել։ Հադրութի, Շուշիի դեօկուպացիայից մինչև 300 դպրոցներ կառուցել, հիշեցնում է Մեսրոպ Առաքելյանը։ Նրա խոսքով կառավարության պարտավորությունը քաղաքացիներին ներկայացվում է որպես օգնություն, այն էլ ընտրությանը քվե ստանալու դիմաց։ Սա խոսում է այն մասին, որ իշխանությունները սրանով ցույց է տալիս, որ 5 տարվա կառավարումը ամբողջովին տապալել են եւ հիմա վերջում բյուջեի հաշվին փորձում են ինչ-որ լավամարդ լինել ընտրողներին։ Խնդիրը ոչ բարձրացված թոշակն է, ոչ նոր դպրոցները, ոչ էլ աշխատակիցների բարձրացված աշխատավարձը, այլ հատուկ ընտրված ժամանակահատվածը, որն անհավասար պայմաններ է ստեղծում տեխնացուների համար, ընդգծում է Արման Աբովյանը։ Նույնիսկ ընտրական գործընթացի, գիտեք, սենց գործոն դարձնում են մեր գերի տղերքին, որոնք պատանդ են պահվում Բաքվի բանտերում, իսկ հիմա իհարկե ադրբեջանցիները անհանգստացած իշխանության վարկանիշից, որ իշխանությունը ըստ էության շանս չունի վերարտադրվելու, որոշել են հուզականության վրա խաղալ եւ վերադարձնել բավականին մեծ խումբ մեր պատանդների, գերիների Բաքվի բանտերից, ինչը շատ լավ է, բայց գիտեք, այդ շատ լավի մեջ մենք պետք է տենանք հետևյալը, որ այս քայլով մեզ փորձում են խաբեն։ Շատ լավ է, որ վերադարձում, եւս մեկ անգամ կրկնեմ, բայց ներողություն, մարդկանց տանջամա անելով Բաքվի բերթերում տենց սպասել, երբ ընտրությունը կգա եւ ընտրության նախաշեմին վաճառել մեր վրա մեր հուզականությունը։ Ընտրատեղամաս գնալիս ընտրողը հիշելու է, որ 8 տարի է Նիկոլ Փաշինյանն իշխանություն ունի, բայց միայն այս հունվարից է մեկնարկել առողջության համընդհանուր ապահովագրությունը։ Հունվարից է կրճատել պարտադիր ծառայության ժամկետը, իսկ ապրիլից բարձրացրել թոշակները, ուսումնական տարին ավարտելու շեմին էլ հանձնել նորակառույց դպրոցները։ Մենուա Սողոմոնյանի խոսքով քաղաքացիները գիտակցում են, որ օրինականացված ընտրակաշառք են բաժանում իրենց։ Բոլոր հնարավոր միջոցներով անհրաժեշտ է ճշմարտությունը բացահայտել։ Լինեն հարցազրույցներ, լինեն մասնավոր հանդիպումներ, լինեն ակցիաների ժամանակ կամ ընտրողների հետ խմբային հանդիպումների ժամանակ խոսել այս մասին։ Զրուցակիցներիս խոսքով օրինականացված ընտրակաշառքներից էր նաև խորոված փարթին, աշխարհահռչակ երգիչների Հայաստանում համերգը, Ռոման եւ Մալխաս Ամոյանների հետ հաց ու խորոված ուտելը։ Հեսա հացը կա, հա, հեսա խորոված էլ կա, հաց էլ կա, խորոված էլ կա։ Արթուր Աբրահամի հետ մարզադպրոցի հիմնարկեքի արարողություն անելը։ Մինչ փորձագետները վստահ են, որ իշխանական ծուղակը երրորդ անգամ չեն ընկնի ընտրողները, իշխանականները համոզում են իրենց գործն են անում։ Անի Աբաղյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Ներքաղաքական քննարկումների առանցքում շարունակում է մնալ նաև խոսքի ազատության և իրավական պատասխանատվության սահմանների հարցը։ Վերջին դեպքերը ցույց են տալիս, որ սոցիալական ցանցերում արված նույնատիպ արտահայտությունները տարբեր մարդկանց դեպքում կարող են ունենալ տարբեր իրավական հետևանքներ։ Սեդա Մակարյանի ռեպորտաժում։ Հայաստանում խոսքի ազատությունը օրենքով երաշխավորված է, բայց իրականում հաճախ ոչ թե խոսքի բովանդակությունն է էական, այլ այդ խոսքի հեղինակի կարգավիճակը։ Քաղաքացին սոցցանցում գրառում է անում եւ հայտնվում է քննչական կոմիտեի ուշադրության կենտրոնում։ Պաշտոնյան նույն կամ ավելի կոշտ բառապաշարով խոսում է քաղաքացիների հետ, բայց պատասխանատվության չի ենթարկվում։ Ով ինձ գրել է ու իմ ընկերներին, հավանողներինն էլ հետը, տղա չես, համարդ գրի։ Համարդ գրի հլը այրասի։ 2026 թվականին արձանագրված մի շարք դեպքեր փաստում են նույն օրինաչափությունը։ Նույնիսկ սոցիալական ցանցում կամ անձնական հաղորդագրությամբ արտահայտված կարծիքը կարող է վերածվել քրեական գործի հիմքի։ Օրինակ, մի կին կալանավորվել է վարչապետի վերաբերյալ մեկնաբանության համար, մեղադրվելով խուլիգանության եւ բռնության կոչերի համար։ Մյուս դեպքում քաղաքացուն ուշ գիշերին ձերբակալել են իր 5 երեխաների աչքի առաջ։ Կա նաև դեպք, երբ Facebook-ում քննադատական գրառումն է դարձել քրեական վարույթի պատճառ։ Դուրը ծեծեցին մտան, թե բա Տիկին Գայանեն դուք եք, ասում հա, մտան մի փոքր բարևեցին ու թե պետք է գնանք բաժին։ Այս Facebook քոննա ասում հա, ես դու ես գրել հա,
սրա համար են քեզ բռնել։ Ինչ գրառում էր Տիկին Գայանը։ Փաշինյանի վերաբերյալ գրառում էր։ Մեկ այլ նոր միջադեպ է վերջերս գրանցվել։ Քննչական կոմիտեի նախագահ Արտուր Պողոսյանի եւ մյուս քննիչների վերաբերյալ Facebook-յան գրառմամբ ենթադրյալ արատավորող տեղեկություններ հրապարակելու հոդվածով մեղադրյալի աթոռին է հայտնվել Գյումրին առանց տնակների հիմնադրամի նախկին տնօրեն Մհեր Խաչատրյանը։ Իրավապաշտպանները նշում են Հայաստանում վիրավորանքը եւ զրպարտությունը քրեական հանցագործություն չեն, բայց գործնականում հաճախ կիրառվում են այլ հոդվածներ՝ խուլիգանություն, ատելության խոսք, սպառնալիք։ Արդարադատությունն էլ դարձել է ընտրովի։ Կգան ասում մենք պարտավոր չենք։ Ոստիկանությունը պարտավոր է, երբ որ ընդդիմադիր գործիչների հետ կապված է, չէ՞, հարց է առաջանում։ Մենք բազմաթիվ այսպիսի դեպքեր ունենք, երբ որ ոստիկանության աշխատողների հաղորդման հիման վրա, օպերատիվ աշխատանքի հիման վրա, Facebook-յան, չգիտեմ, սոցցանցերի ուսումնասիրության հիման վրա քրեական գործեր են հարուցվում։ Իսկ այստեղ կգան բարձր չէ, որ մենք գործ ունենք տարբերակված խտրական արդարադատության հետ։ Միևնույն ժամանակ հանրային դաշտում պարբերաբար հնչում են պաշտոնյաների վիրավորական ու նվաստացնող արտահայտությունները քաղաքացիների հասցեին։ Սակայն նման դեպքերում չեն նախաձեռնվում իրավական գործընթացներ։ ՔԿ-ից ասում են՝ մի դեպքում հանցագործության մասին հաղորդում ներկայացվում է, մյուս դեպքում չի ներկայացվում։ Ամենացայտուն օրինակը Գյումրիի ավականու անդամ Սարիկ Մինասյանի հայհոյախառն գրառումն ու ձայնային հաղորդագրություններն են ուղղված գյումրեցիներին։ Գյումրեցիներն այսպես են արձագանքել Սարիկ Մինասյանի հայհոյանքներին։ Դարձել են, չգիտեմ, ասեմ թե չասեմ, կիսափողոցային, այդպես։ Ինչ հայհոյանքներով, ժարգոնով, հաջելի չէ, մեր ազգին հարիր չէ։ Անկիզագից մարդ են չի գահայոյ է։ Քեզ ուզեմ մի երա, մի հայոյ է։ Ինչի գայոյ է։ Պաշտոնյան հայոյ է դիգել ինչ պաշտոնյա, ինքան որ հայոյ։ Ենակ կպաղագան Նիկոլագաններ պես բաներ կենեն, ոչ մի հատեկված գրագետ մարդ պես բաներ չի ենեն։ Այս պայմաններում ժողովուրդը սա հավասար են տարել, պաշտոնյա թե անպաշտոնյա։ Մեկը մեկին հայոյելու ման կան ազատ աշխարհով, ինչ կնասես ես։ Ինչ մի բան։ Ճիշտ չեն ենեն։ Դիկտան դաստիարակության նշան։ Ինչի համար հայոյ է։ Այդ հայհոյողը ամենաթույլ մարդն է։ Սարիկ Մինասյանին ես փոքրուց կճանաչում։ Շատ լավ տարիքի երբա է, հենց ինչ կուսակցության մեջ է, ինչ չէ, ես չգիտեմ։ Բայց որ իրանք ճանաչեն որպես լավ ընտանիքի տղա, որպես լավ մարդ, որպես լավ ծնողների զավակ, ես գիտեմ։ Անարմար է, մենք հայ ենք, ղեկավարներին չի կարելի։ Վերջը ղեկավար է։ Հայոյեք ինչ անպատկած խոսքերը տեսեք, չէ՞ որ ժողովուրդը նայեկը չի կարելի։ Բայց հարցը մնում է բաց. ով պիտի պաշտպանի այն քաղաքացուն, որին հայհոյել է պաշտոնյան։ Եթե քաղաքացին չի տիրապետում օրենքին, որ կառույցն է պարտավոր ապահովել նրա իրավունքների պաշտպանությունը։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից խոստացան հնարավորինս արագ պատասխանել մեր հարցերին։ Իսկ որ խոսքն է համարվում ատելության խոսք, երբ քաղաքացին վիրավորում է պաշտոնյային, սա խոսքի ազատություն է, թե խուլիգանություն, իսկ երբ հակառակն է լինում, ինչ է լինում, երբ վիրավորանքից անցնում են հայհոյանքներին։ Ցանկացած դեպքում, եթե դա հայհոյախոսություն է, այլ ոչ վիրավորանք, հայհոյախոսությունը այո կարող է քրեական պատասխանատվության առարկա դառնալ, եւ այստեղ օրենքի առջև պետք է բոլորը հավասար լինեն, անկախ նրանից դա պաշտոնյա է, թե ընդդիմադիր գործիչ է, օրենքի առջև պետք է այդ հավասարությունը, այսինքն օրենքի գերակայությունը պահպանվի եւ այն դեպքերում, երբ այդ գերակայությունը չի պահպանվում, դա նույնպես օրենքի խախտում է։ Իրավապաշտպանների գնահատմամբ, երբ նույն խոսքը մեկի համար դառնում է քրեական գործ, իսկ մյուսի համար ընդհանրապես կարծիք, ձևավորվում է ընտրովի արդարադատության վտանգավոր միջավայր։ Այդ պայմաններում հասարակությունը սկսում է արդարություն որոնել սեփական միջոցներով, իսկ դա արդեն հանգեցնում է լարվածության եւ հանցագործությունների աճի։ Սեդա Մակարյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։
Փարիզում բացվել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր նստավայրը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդման բացման արարողությանը մասնակցել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը եւ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Նոելը։ Միրզոյանը նաեւ տեսանյութով ներկայացրել է դեսպանության նոր շենքը, նշելով, որ դրա վերանորոգման աշխատանքները մեկնարկել էին 2025 թվականի դեկտեմբերին։ Այսպիսի ընթացակ ընդունելությունների սրահ են ստացել, դեռ ինչպես տեսնեք ամեն ինչ հարդարված չի, օրինակ այստեղ փակցվելու է առաջիկա ժամերի ընթացքում Հայաստանի Հանրապետության զինանշան, ուրեմն այս սրահը եւս շատ գեղեցիկ է ստացվել, իհարկե փայտը կար պատերին, բայց մենք թարմացրել ենք, վերականգնել ենք հին շենք է եւ այստեղ Ֆրանսիայի նախկին նախագահներից մեկն է ապրել եւ աշխատել։ Եվ այստեղ էլ ունենք այսպիսի մեր բաժանվեց հանդիպումների սրահ։ Այս սենյակում քիչ առաջ արդեն մեր արեցինք եվրոպական տարածաշրջանի դեսպանահավաք, այսինքն դեռ պաշտոնական բացումը չեղած դեսպանությանը մենք արդեն նպատակների որպասենք։ Հնայինչնենք հյուպատոսական բաժին։ Սա էլ հյուպատոսական հատվածն է, որտեղ մեր քաղաքացիներից առաջիններ մատուցվելու է, եւ այստեղ արդեն կլինեն պատուհաններ։ Կարսում տեղի է ունեցել Գյումրի կարծ երկաթգծի վերականգնման եւ գործարկման Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը։ Արտգործնախարարությունից հայտնում են, որ տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների ընդլայնման համատեքստում կողմերն ընդգծել են երկաթգծի շուտապույտ գործարկման կարևորությունը։ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը արձագանքել է Կարսում կայացած Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի հանդիպմանը։ Դեսպանությունը ողջունել է Հայաստանի եւ Թուրքիայի կողմից ձեռնարկվող կոնկրետ քայլերը։ Այսօր Կարսում տեղի ունեցավ հայ եւ թուրք պաշտոնյաների հանդիպումը ձևավորելու Կարս-Գյումրի երկաթգծի վերակառուցման հարցերով համատեղ աշխատանքային խումբ։ Հայաստանի եւ Թուրքիայի միջև այս առանցքային օղակի վերականգնումը տարածաշրջանային կապուղիների բացման եւ տարածաշրջանային կայունության ապահովման կարևոր քայլ է։ Այսօրինակ շրջադարձային զարգացումների համար հիմքեր էին նախապատրաստվել օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի հյուրընկալած Վաշինգտոնի գագաթնաժողովում։ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը ողջունում է Հայաստանի եւ Թուրքիայի միջև տասնամյակներ շարունակ փակված տնտեսական ու հասարակական կապերի վերաբացման ուղղությամբ այս կոնկրետ քայլերի ձեռնարկումը։ Պակիստանը Իրանի համար բացել է 6 ցամաքային տարանցիկ միջանցք Հորմուզի նեղուցը շրջանցելու նպատակով, հայտնել է Պակիստանի առևտրի նախարարությունը։ Միևնույն ժամանակ Թեհրանը հայտարարում է, չի պատրաստվում զիջումների գնալ։ Իրանը չի հանձնվի եւ չի բանակցի ճնշման ներքո, չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումներին։ Կահիրայում հայտարարել է Իրանի դեսպան Մոջթաբա Ֆերդոուսի Փուրը։ Դիվանագետի խոսքով Իրանը թույլ չի տա, որ ԱՄՆ-ն իրենց հետ խոսի ուժի դիրքերից։ Միջազգային մյուս լուրերը հավաքագրել է Զառա Սարգսյանը։ Իրանը հենց նոր մեզ տեղեկացրեց, որ գտնվում է կոլապսի մեջ։ Նրանք ցանկանում են, որ մենք հնարավորինս շուտ բացենք Հորմուզի նեղուցը, սոցցանցի իր էջում գրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Միացյալ Նահանգների նախագահը Սպիտակ տանն ընդունել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ին ու նրա կնոջը։ Ամերիկացիները բրիտանացիներից ավելի մտերիմ ընկերներ չեն ունեցել, ասել է Թրամփը, ապա հավելել. Իմ մայրը շատ էր սիրում Բրիտանիայի թագավորական ընտանիքը, բայց մի օր նա ասաց. Չարլզը շատ լավիկն է։ Իմ մայրը սիրահարված էր Չարլզին։ Մեծ Բրիտանիայի թագավորի պատվին կազմակերպված պաշտոնական ընդունելությունն ավարտվել է F-35 կործանիչների թռիչքով։ Իդեպ Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակի առթիվ պետդեպարտամենտը կթողարկի սահմանափակ քանակությամբ անձնագրեր, որի ներքին շապիկին պատկերված կլինի նախագահ Թրամփը։ Արաբական Միացյալ Էմիրությունները մայիսի 1-ին կլքի նավթ արտահանող երկրների կազմակերպությունը OPEC-ն ու OPEC+-ը։ Երկրի էներգետիկայի նախարարն ասել է, որ որոշումը կայացվել է երկրի էներգետիկ ռազմավարությունների վերանայումից հետո։ Նա ասել է, որ Աբու Դաբին որոշել է դուրս գալ կազմակերպությունից առանց իր գործընկերների հետ խորհրդակցելու։ Երկրի դուրս գալը կարող է մեծ հարված հասցնել ամբողջ նավթային դաշինքին եւ դրա ոչ պաշտոնական առաջատար Սաուդյան Արաբիային։
Սպիտակ տնից, Թեհրանից կամ տարածաշրջանից ցանկացած հայտարարություն միայն բարձրացնում է նավթի գները, հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ Ավելի լավ կլիներ ոչ ոք ոչինչ չասեր։ Ամեն անգամ, երբ նրանք փորձում են կարգավորել շուկան, նավթի գներն ավելի են բարձրանում։ Մենք շատ դժվարին իրավիճակում ենք, նշել է նա։ Գողացված ապրանքներ գնելը հանցագործություն է, այդ թվում Ռուսաստանի կողմից Ուկրաինայի օկուպացված տարածքներից գողացված հացահատիկը։ Սա օրինական բիզնես չէ։ Իսրայելը չի կարող պնդել, թե չգիտի, թե ինչ է մտնում իր նավահանգիստներ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա խոստացել է պատժամիջոցներ կիրառել։ Կիևն ամեն օր կորցնում է տարածքներ եւ դիմում ահաբեկչության, չկարողանալով կանգնեցնել ռուսական զորքի առաջխաղացումը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Մինչև մայիս մնացել են հաշված օրեր, սակայն Մոսկվան ու Մոսկվայի մարզը շարունակում են պատված մնալ ձյունով։ Չնայած դրան, մայիսի 9-ի շքերթն անպայման տեղի կունենա, վստահեցրել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Եվ վերջում, Աթենքում 89-ամյա տղամարդը, որ սուրդական հրացանով ներխուժել է շենքեր ու կրակ բացել մարդկանց վրա։ Նա նախ մտել է Հունաստանի սոցիալական ապահովագրության հիմնադրամի շենք, բարձրացել 4-րդ հարկ, կրակել աշխատակիցներից մեկի վրա։ Կարճ ժամանակ անց տղամարդը ներկայացել է Աթենքի վերաքննիչ դատարան, նույն սցենարով բարձրացել 4-րդ հարկ եւ կրակ բացել, այս անգամ թիրախավորելով 4 քարտուղարուհիներին։ Նրա դրդապատճառները դեռևս անհայտ են։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ որոշ ուժեր փորձում են խոչընդոտել նոր տարածաշրջանների բնակիչների մասնակցությունը Պետդումայի ընտրությանը։ Նրա խոսքով Կիևը եւ նրա հովանավորները անցել են ահաբեկչական մեթոդների, սակայն չեն կարող կանգնեցնել ռուսական զորքերի առաջխաղացումը։ Նրանք, ովքեր մերժում են Դոնբասի եւ Նոր Ռուսաստանի իրենց հայրենիքի մասը, Ռուսաստանի մասը լինելու պատմական իրավունքը, իհարկե ինչպես եւ նախկինում կփորձեն խանգարել նրան։ Հիշեցնեմ, որ այնտեղ Ուկրաինայում նրանք ընտրություններ չեն անցկացնում ռազմական դրության պատրվակով։ Դե փորձում են նաեւ մեզ խանգարել։ Ամեն օր Կիևը որոշակի տարածքներ է կորցնում։ Ամեն օր։ Խաղադրույքն էլ ահաբեկության վրա է, ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց նկատմամբ։ Հույս ունեն, որ դա կարող է որևէ բան փոխել։ Դա ոչինչ չի փոխի։ Այժմի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 15-ին է, տաղավարում կաշխատի Գառնի Մութաֆյանը։